Արդյոք տեղյակ եք, որ Հայաստանը համաձայնել է ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ համաձայնել է բոլոր կետերի հետ։ Այո, տեղյակ եմ, լսում եմ, տեսնում եմ Facebook-ով։ Հանրաքվե անցկացրել, հայ ժողովուրդը իր կարծիքը հայտնելա, թե ուղղակի 1-2 հոգի դա իրանց կմահաճույքով են որոշել։ Դրանք տարբեր բաներ են։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը պատրաստ է նման կեղծ փաստաթղթեր Ինչքան ասեք, բերեք ես էլ ստորագրեմ։ Ինչ տարբերություն։ Համաձայն չեք, այսինքն դուք ստորագրում։ Ինչին ստորագրման։ Պետք է հասկանալ, թե ինչ ենք ստորագրում։ Ես տեղյակ չեմ իրանք ինչ են ստորագրում, կամ պատրաստվում, կամ արդեն ստորագրել են։ Ալիևի ախորժակը գնալով բացվում է։ Եթե ամեն բացվելուց մի կտոր միս են գցում բերանը, նա հաջորդն է ուզում։ Այն մեկը գցում են, էլի է ուզում։ Նենց որ նրան հագենալ չկա, ինչքան ասես, այդքան ուզում է, նրանով որելն է, ասում է Երևանն էլ ամերը, Հայաստանն էլ ամերը, բայց իրոք Իրանն է, թող ինքը մի հատ մտածի տեսնի հելը, ախր երբ որ Հայաստանը կար ծովից ծով, ինքը որտեղ էր, գոյություն ուներ, թե չէ, քարտեզի վրա գոյություն չունեին իրանք, ընդհանրապես որպես ազգ գոյություն չունեին, թող գնա մի հատ լավ պատմություն ուսումնասիրի, հետո կգաք ասի իրենն են, թե չէ։ Ուրեմն եթե ես մի պայման դնում եմ ձեր առաջ կատարում եք, երկրորդը, երրորդը, չորրորդը, 5-րդը ինձ այդ թուղթը էլ պետք էլ չի, ես ոնց ուզեմ նստանեմ։ Պետք չի կուլ գնալ։ Դա ի՞նչ բան է։ Իրանք այս պայմանն են դնում, մենք ոչի բան, կամ այդ իրանց հայտերը, որ ուզում են հետ վերցնեն։ Այդ տենց ոնց է ալնում։ Այդքան մարդ է զոհ է։ Չէ, հենց հնես չի լինում։ Վաղը մյուս օր ես էլ ելնեմ, ճիշտ կանեմ Ալիևի տեղը։ Ում կասեմ ընկերներ, դուք ասում եք 91 թվից Արցախը Ադրբեջանինն է եղել։ Բխիկ գնաց է 30 տարի այդ հանքերով ու ամեն հաճույքներով թալանում։ Այդ խի կանում, այսինքն դուք օկուպանտ եք։ Չէ, տենց չի։ Կյանքը ցույց է տալիս, որ տենց է։ Այսօր իրանք ամեն ինչ են, ոնց որ ասում է, փաստերը տալիս են Ալիևի ձեռը, ասում են ինչ ուզում եք արեք։ Դրա համար էլ են մարդիկ ասում են մեր 3-400 000-ը պետք է գա Արևմտյան Ադրբեջան։ Պետք է գան, Սևանի ջուրը շատ կարևոր բան է, այսօր ջուրը բենզինից թանկ է։ Իրանք հենց հենց չեն, իրանք ամեն ինչ մտածված են անում։ Ստեղի վատն են, որ ամեն պիոներ դառնում է թագավոր։ Ամենավատ բանն է։ Ամեն պիոներ, սենց օթից ելած 2 բառ ասում է, ես լավ տղա եմ, հեսա։ Իմ ընկերներն էլ ինձ են ամեն օր ասում, խի դու չես ելնում վարչապետ։ Սենց չի լինում, ցավը տանեմ։ Գրողը ոնց է ասել, մի խոսեցնի ինձ դրանից, սարսափելի վատ եմ զգում, ցավալի բան է։ Ես ոչ մի լավ բանի չեմ սպասում։ Քանի դեռ այս կառավարությունը, այս իշխանությունն է, ես չեմ կարծում, որ որևէ բան կփոխվի, ազգանպաստ մի բան կլինի ի օգուտ մեր երկրի, մեր ժողովրդի շահի։ Չեմ կարծում լավ բան։ Աստված կամենա, որ մենք սխալվենք սիրելիս։ Չգիտեմ։ Երբ որ ժողովրդին կհարցնի, ի սկզբանե ասում է, չէ, ժողովրդավարությունը։ Բայց ոնց որ չտեսանք ժողովրդավարությունը։ 2 օր առաջ ասում է, ես ոչ մի գաղտնիք չունեմ, դրույթ հոդված ներկայացրել եմ պայմանագիրը։ Ներկայացրել է հանրությանը, ժողովուրդը տեղյակ է։ Ես կասեմ 2018 թվականից ինքը ինչ քայլեր որ արել է, բոլորը գաղտնի է։ Ու դեպքերն էլ չհիշենք էլի։ Նոյեմբերի 9-ը ու տենց մնացած մյուս դեպքերը։ 18 թվականից մինչև այս օր այս պահը ես ժողովրդավարությունը էլ չեմ տեսել։ Գնալով դեպի ամեն ինչը վատանում է, ամեն ինչը, տնտեսություն, չգիտեմ, տրանսպորտ, թոշակ, ամեն ինչ։ Ու չեմ կարծում, որ դա կարանյանք անվանեն ժողովրդավարություն։ Իհարկե, բաներ կա, որ պես պահանջի է արվում, որը այդքան էլ ընդունելի չի։ Ալիևը հայտարարություններ անում է ու որոշ հայտարարությունների մենք ընդառաջ ենք գնում, այսինքն իշխանությունները դրա համար ինչքանով եք։ Դա նկատել ենք, կա այդպես բան, բայց դա վերցնել հիմք կա որպես համ հաղթած երկրի համ թշնամի երկրի համ ասում է, էլի հիմա սաղ էլ ասում են, ընդհանուր Տրամպը, Պուտինը սաղ ասում են, սաղ աշխարհը իրանցն ամեն մեկը ասելուն չնայենք, սաղ աշխարհն ասում, Ալիևը հաղթած երկրի պրեզիդենտը կասի էլի։ Նիկոլ Փաշինյանը ասում է հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք, դրույթ ներկայացրել եմ ես։ Նիկոլ Փաշինյանը
իր ողջ կենսագրության ընթացքում այնքան իրար հակասող բաներ ասել։ Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանից առ այսօր մի ճիշտ բառ լսել ենք։ Դա պայմանագիր է ոչինչ է։ Որտեղ թղթիկը տորա Ադրբեջան ցանկացած ժամանակ դա կպալտրի 4 կես կանի։ Իսկ որ մենք ոչ մի օգուտ չունենք այդ թղթիկից, դա բարդ է։ Բա դուք գրել եք, ստորագրեցիք, որ գերիներին հետ եք տալու։ Ճիշտ է, ինչի չտվեցիք։ Այդ գերիներին խի հետ չփոխեցիք, ստեի գերիներին լրիվ տվեցիք։ Խի հետ չվերցրեցիք։ Այսօր կապ չունի Ղարաբաղի ժողովուրդը ինչ է անում, կամ թալանել են, ինչ են արել, տարել են սաղ աշխարհով մեկ խայտարակ են անում, դատում են։ Խի դուք հետ չվերցրեցիք, եթե մեղավոր են դուք մեր դատարանով դատեիք։ Բայց այն հայրենասեր տղեներ պռովուլկեքի վրով թռնում էր, չէ՞, ձեռները ճղած, կապած սաղ աշխարհին ցույց տվեց, այտենց չի լինում։ Ուրեմն դու ինչ որ քու հարցերը լուծել են կամ կոմպրոմանտներ ունեն քու դիմաց, հազար ու մի բան կա։ Կամ էլ գումարը տվել են, ասել են, ասել ասում կամանց կանեմ էլի մի խեղտեք, ժողովուրդը իմ հերն է անիծում։ Սենց չի լինի։ Այդ մասին չեմ էլ ուզում լսել։ Մեղք են երդասարտները գմերնին գոր բարաբի ոչինչ։ Թող հաղատունը լավելի լավ է։ Քան թե բادرազմ։ Ես անհադագի մամայեմ, բայց Սուրիա իմ դղաս։ Երանի իմ դղաս հոս նահադակվեր, կոնե իր ասկին համար գնահատակվեր։ Փաշինյանը նաև հայտարարում է, որ պատրաստ է ճանապարհ տալ, սպասում է, որ Ադրբեջանը արձագանքի։ Ինչ ճանապարհ։ Հենց հարցը դառնում է, որ ինչ ճանապարհ։ Եթե սովորական ճանապարհ պետք է լինի, ոնց որ մյուսները համաձայն կլինենք։ Իսկ եթե այդ ճանապարհը տվեցինք Սյունիքից, շնորհակալություն կասենք։ Ցտեսություն։ Եթե ինքը պատրաստ է, ինքը կարա պատրաստ լինի գնա Թուրքիայում Էրդողանի ծոցին էլ քնի։ Դա ես այդ հարցերին չեմ կարող պատասխանել։ Իսկ որպեսզի հասկանանք, թե հայ ժողովուրդը ինչի է պատրաստ, փող հանրաքվե անցկացնեն։ Դա ամենաճիշտ տարբերակն է։ Եվ կարծիքը հայ ժողովրդի այդ ժամանակ կարելի է իմանալ։ Եթե իրանք են ուզում հսկեն, այդ ոնց կլինի, որ մեր տարածքում իրանք հսկեն իրանք երթևեկությունը։ Ինքը որ լինի համաձայն կլինի այտենց։ Իհարկե համաձայն չի լինի։ Այդ դրանով ուզում է էլի նորից տարածքներ գրավի, ըստ ինձ։ Մի ժամանակ հետո էլ կասի ես ուզում եմ ոչ թե սենց լինի, այլ մի ուրիշ ձևի լինի, իօգուտ Իրան։ Բայց մենք կանք ու կլինենք Հավիտյան, Աստված մեզ հետ է։ Դու ինչ կներեք, էլի հետևով է իր էտի ստորագրում։ Դու ժողովրդին հարցրել ես։ Այդ հասարակ ժողովրդի երեխեքն են կոտորվողները։ Այդ հասարակ ժողովրդի երեխեքն են արդեն այսօր մտածում ոնց անենք փախնենք ստեից։ Այս արդեն սաղ վաճառված է։ Ճիշտ եմ ասում։ Այտենց է, չէ՞։ Բայց դու հարցրել ես ժողովրդից, ստորագրում ես, ճանապարհ ես տալի, մեջը նշի իմ ինքնիշխանության տակ։ Իմ ուրեմն վերահսկողության տակ։ Ոչ թե դու վեկալ ճանապարհ եմ տալի, հա, բայց այսքան տարի, այս 100 տարի այդ ճանապարհի կռիվն են իրանք տալի։ Բայց դու չես մտածում, որ այսօր ամեն ուստուպքի գնում ես, ուրեմն այդ ուստուպքեքը բերեց հասցրեց սրան, որ ամեն հարցով քեզ դեմ են տալիս։ Ամեն հարցով ասում են էսե պյանես, դու էլ խելոքականներդ կախած անում ես։ Դե ամեն ինչը տվել է, հիմա էլ է տալի, վերջել է։ Ինչ է մնում։ Թող ամբողջ Հայաստանն էլ էսա կտա կվերջանա։ Ու էլ անվանելու են ժողովրդավարություն։ Ժողովրդավարություն ասվածի տակ ամեն ինչ հանձնում ենք, էլի կարելի ասել։ Մի օր դուրը ծեցել ենք, ասեն թուրքերն են լինելու, չնայած արդեն կան մասամբ, ես էլ եմ տեսել։ Թուրքեր, ադրբեջանցիներ ու չգիտեմ։ Այս անդրություններն է մոտիկանում։ Այս ամեն ինչը սաղ պլանավորած է։ Ու էլի ժողովուրդը ոնց են ասում, սիրուն, գլխիկոր կգնան էլի կընտրեն նույն մարդուն։ Ես մինչև այդ ասում եի լավ, ղեկավարություն, կառավարություն, բայց պատերազմից հետո երբ որ ընտրությունները եղավ ու ընտրություններից հետո նորից նստավ վարչապետ, ես էլ կառավարությանը չեմ մեղադրում։ Դե ժողովուրդը արդեն պիտի մտածեր, հեսա, հնդիկներին կբերեն, կլրացնեն, ինչով ենք, հարուստ ենք էլի ամեն ինչով, տարբեր ազգից ունենք, ավելի շատ ձայնը ապահովելը, հնդիկները կապահովեն, հնդիկները կան ու կան, դրա համար այդ ամեն ինչ հետ ոնց են ասում,
հրավիրելով հնդիկներին ստեղ, հետ չգիտեմ, լավ բան չեմ տենում ու չեմ է տենալու։ Խաղաղությանը հավատում եք ամեն դեպքում ստորագրումից հետո։ Թուրքի հետ գիտեք խորհուրդ կտամ վերցնեք Հովանես Թումանյանի նամակը Իսահակյանին 100 տարի առաջ ա եղել մի հատ ընթերցեք կհասկանաք կարելի է Թուրքին ընդհանրապես հավատալ կամ ընթերցեք Նժդեի գործերը Հայկ Ասատրյանի գործերը եւ այլ հայ մեծամեծերի Ռաֆիա չեմ մեր պատմաբաններն են 800 տարիա Թուրքը այս տարածաշրջանում մենք իրանց հետ հաշտ համերաշ երբևիցե ապրել ենք մենք գենետիկական հակասության մեջ ենք Թուրքի հետ այնպես որ ես նորից եմ ասում դա իմ սուբյեկտիվ կարծիքն է ես չեմ կարա մնացածի փոխարեն պատասխանեմ կոնկրետ ես հաշտ չեմ ապրելու Թուրքի հետ երբեք ոչ մի խաղաղություն էլ չի լինի Թշնամի են ինչ խաղաղություն ասում շանետ ընկերություն ես անում հետը ձեռից չգցես так что вот так Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստվում է ճանապարհտալ, սպասում է Ադրբեջանի արձագանքը։ Հա, ինչ է մնացել, որ այդ ճանապարհն էլ դիմենա սախ տալում է, էլի կամանց։ Ով է Նիկոլից գլոխանում, Նիկոլը էլի։ Ադրբեջանցին նոր է դարել ազգ։ Հելենա չի ձևավորվել։ Թուրքերի հետ է ուզում ինչ-որ մաս կազմի, բայց ասված ոչ անի։ Իսում է Հայաստանը ունակություն ունի ու շուտով լավ բաներ կլսեք։ Ադրբեջանի կողմը չէր պատրաստում խաղաղություն։ Ես հենց կարամ ասեմ, եթե մի երկրի ղեկավար, չգիտեմ, սպառնալիքով, այսինքն ոչ մի բանի համաձայնություն չգալով ու հələ դեռ պահանջելով տարածքները, չեմ կարծում նման մարդու հետ կարելի է խաղաղության պայմանագիր կնքել առհասարակ։